Այլ չեմ տիրապետում քվեարկեց մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տեխնացու Տիկին Լիլիթ Գալստյանի տեխնատությանը, բայց ընդդիմության մյուս 3 տեխնատուների փաստորեն դեմ քվեարկեցիք, հետաքրքիր է Տիկին Բադալյան, ինչ սկզբունքով եք կողմ քվեարկել Տիկին Գալստյանի անցած ուղին, պատգամավորական գործունեությունը, երկարատև պրոֆեսիոնալիզմը, թե այլ համեմատում։ Անկեղծ ասած դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին, որովհետև մենք այս հարցի վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ ենք ունեցել, երևի ես ավելի հեշտությամբ կպատասխանեի ձեր հարցին, եթե Տիկին Գալստյանը առաջադրված լիներ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի, պաշտոնում եւ լիներ այդ հանձնաժողովի տեխնացուն, որովհետև այնուամենայնիվ օրինակ անձամբ ինձ համար խնդրահարույց է Հայաստան դաշինքի որևէ անդամի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում առաջադրված լինելը, եթե ձեզ հետաքրքիր է, իմ տեսակետն է սա, որովհետև խմբակցությունը իր տեսակետը արդեն հայտնել է եւ մենք քվեարկությունը արել ենք, որովհետև իմ կարծիքով այն քաղաքական թիմը, այն պատգամավորները անձամբ, որոնք որ փողոցներում ես չեմ խոսում այն մնացած հալածանքների մասին, այսպես ասած, որ մեզ ենթարկում էին, բայց հայտարարում էին եւ ժողովրդին ուղղորդում էին, որպեսզի մեր տներից վզից բռնած իրենց բարերով եմ ասում, քարշ տալով բերեին ազգային ժողով, այսինքն իրենք խախտում էին մեր իրավունքները որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ստիպեին մեզ ինչ գնով էլ լինի, ստիպեին մեզ, որպեսզի մենք ստորագրենք այն ժամանակ իմպիչմենտի գործընթաց էին ուզում սկսել դրա տակ, այսինքն հաշվի չառնելով իմ քաղաքական մոտեցումները, հայացքները, ընդհանրապես ես որպես մայր կամ բոլորինը, ես կարծում եմ, որ ինձ համար խնդրահարույց է մարդու իրավունքները, բայց բոլորը մեր թիմակիցները նման բան չեն արել եւ այդ մեծ բազմա 100,000-ավոր մարդկանց մեջ եղել են ինչ որ խմբեր, որոնք նման անթույլատրելի վարքագիծ են ցուցաբերել, որը մենք դատապարտում ենք 8 տարի անընդմեջ, 8 տարի եւ հետեւաբար այստեղ մարդու իրավունքների մասով օրինակ ես խնդիր տեսել եմ այս հարցում, բայց խմբակցությունը որոշում օրինակ լինելով Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ պետք է իր ելույթի նախաբանը սկսեր իր քաղաքական հաստատի ներողություն խնդրելով, այո, իրավունքի ազատությունների խախտումների մասին ներողություն խնդրելով գոնե ձևը, բայց մենք ականատես չեղանք նման։ Ես դրա համար եմ ասում, այնուամենայնիվ խնդիրներ կային, բայց ազգային ժողովը, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իր քվեարկությամբ այդ որոշումը ընդունել է եւ ես մեծ հույսեր ունեմ, որ թե Տիկին Գալստյանը, թե մնացած ընտրված հանձնաժողովների նախագահները իրենց աշխատանքը կկատարեն ամենայն պատասխանատվությամբ եւ հուսով եմ, որ այս պաշտոնին առաջադրումը եւ ընտրությունը որպես նախագահ վերանայումների հնարավորություն կստեղծի թե Տիկին Գալստյանի, թե մնացածի համար։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ես ում ծննդյանորն լինի կմաղթեմ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք։ Ես շնորհակալ եմ։